Ողջույն բարեկամներ, եթերում Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։ Մեր այսօրվա թողարկումը կսկսենք Նյու Յորքից Cupcake ընկերության մասին պատմող տեսանյութով։ Ընկերությունը հանդես է եկել հետաքրքիր մի նախաձեռնությամբ եւ սկսել է հայտնի մարդկանց պատկերող թխվածքաբլիթների վաճառք։ Առավել մեծ ժողովրդականությունն է վայելում նախագահ Թրամփին պատկերող թխվածքը։ Կարծում եմ, այն առավել դուր կգա նրա ընդդիմախոսներին։ Նյու Յորքի հայտնի Cupcake խմորեղենների խանութների ցանցը սովորական խմորեղենից եւ աղանդերից բացի նոր արտասովոր թխվածքաբլիթներ է առաջարկում իր հաճախորդներին տարբեր հայտնի մարդկանց, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հիլարի Քլինթոնի եւ Բեռնի Սանդերսի պատկերներով։ Խանութի սեփականատեր Սարա Սիլվերմանը պատմում է, որ երբ այս գաղափարը նրա մոտ հղացավ, երկար մտածում էր, որ հայտնի մարդու պատկերով առաջին թխվածքաբլիթը պատրաստեն, եւ հենց այդ ժամանակահատվածը համընկել էր Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին, երբ բոլորը միայն այդ մասին էին խոսում, պատմում է Սարան։ Եվ հենց այդ ժամանակ նա որոշեց, որ հայտնի մարդկանց պատկերներով թխվածքաբլիթների շարքի արտադրությունը պետք է սկսեն Թրամփից։ Դոնալդ Թրամփի դիմապատկերով թխվածքաբլիթները վաճառվում են $16-ով։ Հայտնի մարդկանց դիմապատկերներով աստղային թխվածքաբլիթների շարքը համալրում են նաև Բարաք եւ Միշել Օբաման, Քանյե Ուեսթը եւ իհարկե Քիմ Քարդաշյանը։ Այսօր շատ երկրներ մեծ տեղ են տալիս նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը եւ դրա վառ օրինակը Իրանն է, où կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում երիտասարդ ձեռներեցներին եւ նրանց կողմից հիմնված ստարտափ ընկերություններին։ Չնայած արևմուտքից կտրված լինելու փաստին, Իրանի նոր սերունդը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում մեծ հաջողություններ գրանցել, իր ներդրումն ունենալով երկրի տնտեսության զարգացմանը։ Օրինակ, Bamilo ստարտափ ընկերությունը Amazon-ի նման առցանց գնումներ կատարելու ցանց է։ Ընկերության տնօրեն Հոսեյն Էնթեքաբին պատմում է, որ իրենց ընկերությունը Amazon-ի նման հիմնադրել են զրոյից, առանց մեծ ներդրումների։ Ներկայումս Bamilo առցանց գնումների ընկերությունը ունի 350 աշխատող, որոնց մեծամասնությունը 20-ից 30 տարեկան երիտասարդներ են։ Առցանց գնումները Իրանում նախորդ տարվա համեմատ աճել են 35%-ով։ Snap Taxi ծառայությունը մեկ այլ ստարտափ ընկերություն է, որը հայտնի Uber ընկերության պես ունի մեծ հաջողություն։ Այսօր Snap ընկերությունը ունի 100,000 վարորդ։ Ընկերության տնօրենի խոսքերով իրենց նպատակն է բարձրակարգ եւ մատչելի ծառայություն մատուցել, որպեսզի հաճախորդները երբեք չմտածեն մեքենա գնելու մասին։ Իրանի կառավարությունը շարունակում է աջակցել նոր եւ երիտասարդ ստարտափ ընկերություններին։ Իսկ այժմ անդրադառնանք երկնային գործերին, տիեզերքին։ Հաջորդ տարում ՆԱՍԱ-ն հանդես կգա նոր առաքելությամբ, որի արդյունքում նոր տեղեկություններ ձեռք կբերվեն Արեգակի մասին։ Parker Արեգակնային ուսումնասիրություն առաքելությունը պատրաստվում է պատմական ճամփորդության դեպի Արեգակ։ Առաքելությունը կոչվում է Դոկտոր Յուջին Փարքերի անունով, ում ուսումնասիրությունները արեգակնային համակարգի մեր գիտելիքները նոր մակարդակի են հասցրել։ Փարքեր արեգակնային ուսումնասիրությունը հետազոտությունների մի նոր դարաշրջանի սկիզբը կլինի։ Տիեզերանավը կմտնի Արեգակի Քորոնա կոչվող մթնոլորտ եւ Արեգակի մակերևույթին այնքան կմոտենա, որքան պատմության մեջ որևէ այլ մեքենա չի մոտեցել։ Դիմակայելով Արեգակի ուժգին ջերմությանը, Փարքեր արեգակնային ուսումնասիրությունը մարդկությանը կտրամադրի Արեգակի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք երբևէ հասանելի չեն եղել։ Մեր հաջորդ տեսանյութը կենդանիների պաշտպանության ոլորտից է։ Նյու Յորքում մի խումբ ակտիվիստներ դիմել են դատարան, պահանջելով դատարանից շիմպանզեներին շնորհել նույն իրավունքներն ինչ մարդկանց, ինչպիսի որոշում կայացրեց դատարանը, կիմանանք դիտելով հաջորդ տեսանյութը։ Նյու Յորքի պետական վերաքննիչ դատարանը վերջերս վճռել է, որ շիմպանզեները չունեն այն նույն իրավունքները, ինչ մարդիկ։ Դատավոր Թրոյ Ուեբերը նշել է, որ թեև շիմպանզեները եւ մարդիկ ունեն որոշ նման հնարավորություններ, այնուամենայնիվ դա չի նշանակում, թե այս կենդանիները կարող են իրավական պատասխանատվության ենթարկվել իրենց գործողությունների համար։ Այս հանգամանքը վշտացրել է The Non-Human Rights Project կենդանիների պաշտպանության խմբին, ովքեր հայտարարել են, թե գործը ավելի բարձր դատարան կհասցնեն։ Դատական հայց ներկայացնող այս խումբը փորձում է Թոմի եւ Կիկո շիմպանզեներին Նյու Յորքի պարկից տեղափոխել Ֆլորիդայում գտնվող մեծ առանձին տարածություն։ Դատարանը թերևս դեմ չէր շիմպանզեների ներկայիս վիճակը բարելավելուն, սակայն առաջարկում էր նրանց տեղափոխման համար այլ վայր գտնել։ Այսօր այսքանը բարեկամներ, եթերում էր Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից ձեզ հետ էր Արամ Ավետիսյանը։ Մաղթում ենք ուրախ օր, բարձր տրամադրություն եւ ամենայն բարիք։ Ցտեսություն։